La 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 la. Բարև բոլորին։ Սա մեր նախագծի առաջին թողարկումն է։ Եվ այո, մենք մի քիչ անհանգստանում ենք, որովհետև առաջին թողարկումն է։ Բայց անհանգստանում ենք ոչ թե այդքան շատ, քան մեր մասնակիցները, որոնք ուղարկել են մեզ իրանց վիդեոները, եւ դուք վերջում կպարզեք, թե ինչքան շատ զայավք մենք ստացել ենք մեր շոուի համար։ Եթե դուք մասնակցում եք մեր խզարյոն նախագծի մեջ եւ հաղթում եք, ապա կարող եք ստանալ վիդեոկլիպ, որի մեջ կնկարվի իսկական աստղ, մեր շոուի լույսը, մեր հետաքրքիր հյուրը, որը այսօր արդեն այստեղ է։ Այսօր մեր ստուդիայում իսկապես խզարյոն աստղն է Ժաննա Բուտուլյանը։ Ժաննա ջան, բարև, ոնց ես։ Բարև, հրաշալի, դու ոնց ես։ Լավ, մերսի շատ որ եկել ես այսօր մեր մոտ։ Մենք մի քանի հետաքրքիր հարց ունենք, որոնք կապված են երաժշտության հետ, կամ օրինակ հումորի հետ, ինչն է ձեզ ոգեշնչում, Ժաննա ջան, ասենք երաժշտության մեջ։ Երաժշտության մեջ ոգեշնչում, հենց երաժշտությունը։ Բայց ինչ որ համապատասխան լինի իմ այդ օրվա, այդ պահի տրամադրությանը, տրամադրվածությանը։ Okay, շատ լավ։ Օրինակ, լավ ուրախ տրամադրության համար top 3 երգ ձեր playlist-ից։ Top 3 երգ իմ playlist-ից։ Որ միշտ կարա ձեր տրամադրությունը բարձրացնի, ասենք ամենավատ վիճակում, անմիջապես վատ պայմաններում այդ երգը միացնում եք, ասում եք ջան, իմն է, այսօրը իմն է, ամեն ինչ լավ է լինելու։ Ուրեմն շատ երգեր կան, ես առհասարակ երաժշտություն շատ եմ սիրում ու առանց երաժշտության չեմ պատկերացնում իմ ոչ մի օրը։ Որ բարձրացնի, հիմա դժվար է այս հիշելու տրամադրությունը։ Լավ, Ֆորշ։ Երևանը շատ եք սիրում, ինչպես Ֆորշ, հա։ Այո, շատ եմ սիրում։ Ֆորշի երևի քեզ համար երգը կբարձրացնի իմ տրամադրությունը ցանկացած պարագայում։ Կարլոս Սանտանա Ռոբ Թոմասի դուետը հիմա հիշեցի այս պահին։ Ախր շատ են։ Եվ թող լինի DMX։ DMX-ը, okay։ Սենց պահի տակ։ Իսկ լավ, okay, իսկ DMX-ը լսելուց ինչ իրավիճակին է ավելի շատ համապատասխանում DMX-ը ձեր կյանքում։ Ճիշտն ասած, ես ավելի շատ սպորտով զբաղվելուց եմ լսում։ Okay, այո, ես պատկերացնում եմ DMX-ը տակ։ Կամ որ պետքա օրվա մեջ իմ 10,000 քայլ լրացնեմ, դա ես կանեմ DMX-ի տակ, ներքո։ Okay, շատ լավ, դժվար թե Ֆորշի տակ ստացվի 10,000 քայլից ավելանել։ Իսկ հիմա մի երկու քայլ անում ես, կայնում ես, սկսում ես նայել շենքերին, արդեն ոնց որ ասում ես։ Ուղղակի ժամանակը մի քիչ երկար կլինի, որովհետև դանդաղ կանես այդ 10,000 քայլը, որ Երևանի յուրաքանչյուր անկյուն վայելես։ Okay, շատ լավ։ Իսկ ասենք հումորի հետ կապված, եթե երաժշտության մեջ լինում է հումոր, ոնց եք վերաբերվում տենց երգերին, տենց ինչ-որ պրոյեկտներին, որոնց մեջ երաժշտությունը միգուցե կայանում է երկրորդ պլան եւ առաջի պլան լուսակալի հումորը։ Օրինակ Վերկա Սերդյուչկայի նկատի ունեք այս բանը։ Օրինակ Վերկա Սերդյուչկա, եթե դու լսում ես, եթե դու տեսնում ես այս հոլովակը, հրավիրում են քեզ մեր մոտ երկրորդ վիպուսկում սպասեք Վերկա Սերդյուչկային, այո, եթե կոնտակտներ ունեք փոխանցեք։ Հա, Ժաննա ջան, կներես։ Շատ լավ հումորային տեսահոլովակներ կան սերբական էստրադայում։ Ես շատ եմ սիրում բալկանյան երաժշտությունը եւ հիմա նաեւ հիշեցի, որ նրանք իրենց տեսահոլովակներին հումորով են մոտենում եւ ինձ դատուր է գալիս։ Ես ունեմ պլաններ այսօրվա երեկոյի համար, գնալու եմ սերբական վիդեոներ նայեմ հումորային շոուների հետ կապված։ Շատ լավ։ Եղել են փորձեր, որ, չգիտեմ, խաղալուց, ինչ-որ դեր տանելուց, գլխավոր հատվածներից եղել է, չգիտեմ, երգել կամ ինչ-որ ձեր կերպարներից մեկը տրված է եղել երաժշտության։ Երգելու դրվագներ եղել են, բայց ես դա ուզում եմ մոռանալ։ Okay։ Եթե դուք ունեք այդ վիդեոները ուղարկեք, մենք շատ ուզում ենք տեսնենք։ Ինքս իմ վրա կամպրոմատը հենց հիմա բարձրացայնեցի։ Հենց հիմա դուք ավելացրեցիք իմ ցանկությունը, որ այս վիդեոները նայեմ։ Ինչ կապված է տրենդերի հետ։ Օրինակ, այս վերջերս ինչ-որ տենց հետաքրքիր տրենդ կա, հիշեք, որ ձեր դուրը եկել է։ Օրինակ, միգուցե ուզեցել եք դուք էլ նկարեք կամ արդեն նկարել եք, ինչ-որ հավես հետաքրքիր տրենդ։ Տեսեք, քանի որ տրենդը շատ տենց արագ անցնող բան է, չէ, ես արդեն 2 ամիս է երևի կտրվել եմ այդ ամենից կտրականապես։
Ոնց եք չեմ ձեզ հետևում, դետոքսից հետո։ բայց դեռ լավ եմ զգում ու չեմ ուզում վերադառնալ, բայց այդ վերջում մի հատ տրենդ կար, որ շների տրենդը։ Okay։ Շները պարում էին, ես կարող էի շատ երկար նայել այդ Եթե հավաքենք այստեղ 10000 լայք, մենք մեր ամբողջ թվով կրկնում ենք շների տրենդը։ Կոմենտերում գրեք, որ ուզում եք տեսնեք շների տրենդը, ես չգիտեմ դա ինչ է, կարող են այստեղ խափում են, կարող է շների տրենդը իրականում ինչ որ ուրիշ բան է, բայց ես կկրկնեմ 10000 լայք մենք անում ենք։ Հա։ Ես կանեմ շների տրենդը, եթե այս հաղորդումը հավաքի 10000 լայք։ Սա, դուք ուրեմն ուրիշ տարբերակ չկա, պետք է հավաքենք, ձև չունենք, եթե ուզում եք շների տրենդը տեսնենք։ Շատ դզել է այս այդ երկու բառը, շների տրենդ։ Կարամ ինչ-որ Instagram-ում նիկնեյմս փոխեմ, դրեմ շների տրենդ։ Դե ինչ, անկեղծ ասած, մենք արդեն կարանք անցնենք մեր հենց կոնկրետ նախագծին եւ ասեմ, որ մենք պետք է հավաքենք լիքը վիդեոներ տարբեր մասնակիցներից։ Եվ ուզում եմ ասեմ, թե ինչքան վիդեոներ ենք ստացել, ամենասկզբում խոստացել եմ, որ դες կբացահայտեմ եւ ուշադրություն, վայ, կներեք զանգում են։ Ալո։ Հա։ Իսկականից մեկ հատ վիդեո ենք մենք ստացել առաջի Թողարկման համար շնորհակալություն հայերեն իմ առաջի լեզուն չի, բայց այդ փաստը շատ ծիծաղացնում է, որ մենք ստացել ենք ընդամենը մի հատ վիդեո, բայց ինչ վիդեո, ես տեսել եմ այդ վիդեոն, շատ է դուրս եկել ու առաջարկում եմ ձեզ ցույց տանք այդ վիդեոն, ուշադրություն այն էկրանի վրա մենք հիմա իրան կարող ենք Ինձ էլ տեսնել։ հետաքրքիր, 3, 2, 1, ապա Դե ինչ, դիմավորենք մեր երիտասարդ տաղանդներին, համեցեք մեր ստուդիան, ծափարություններ տակ դիմավորում ենք ձեզ։ Այսենց, մենք իրականում, ուզում եմ ասել boys band ենք, բայց չէ, մենք մեծ մուլտի-գենդերային band ենք։ Դե ինչ, ես հարցեր ունեմ, որ ձեզ տամ, հետևից կարելի վախացնում ես։ Ձեր անունները մեր հետևորդներին, մեր հեռուստադիտողներին, ինտերնետադիտողներին ծանոթացնենք ձեր հետ։ Քեզանից սկսենք։ Անգելինա։ Անգելինա ջան, շատ լավ, դու։ Արտուր, օքեյ։ Մարիա։ Անգելինա, Արտուր, Մարիա։ Կրճատ մամ։ Չէ, հա, չէ։ Մա, ամա։ Քրեստից աղում։ Այդ ինչ ես կրճատում։ Թե որ ավելի դուք անուն ունեք, մտածել եք ձեր խումբը ինչ անուն է լինելու։ Այո։ Ահա, տակ ես մտածում եմ որ ասել եմ չէ, սա իրար հետ պետք է մտածենք, օքեյ, իսկ ինչ անուն է լինելու։ Ամատրիո։
Ամատրիո։ Ես ասեցի, չէ՞, գուշակել էի ամենասկզբից ամատրիո։ Հա, ոտ 3 հոգի եք դրա համար ամատրիո։ Ես առաջարկում եմ կլիպի ստարտի համար դնենք ակնոցները որևէ։ Դա արդեն սիմվոլիկա է, այո։ Իսկ ես գնամ տենամ վճարել կոմունալները թե չէ կարողա լույսը անջատեն։ Փող, գնա ու ջարի փող, ջարի վճարի փող, պարկովեցնես որ քո յարին ծաղիկն նվիրես փող։ Ավարտվեց մեր առաջի էպիզոդը եւ իրականում ես հույս ունեի, որ մենք մեկ վիդեոից ավելի շատ քանակ կստանանք ու վիդեոյի մասնակիցները չեն լինի մեր պրոդյուսերի երեխեքը, բայց դա առաջի էպիզոդն է եւ մենք ձեր նման չգիտենք ինչ ենք անում։ Մենք հույս ունենք, որ հաջորդում մենք կստանանք մինիմում 10 զայավկա, որից հետո դուք կմասնակցեք մեր նախագծի մեջ։ Պայմանները շատ հեշտ են։ Հեսա մարտի 8-ն է գալի, մարտի 8, լսել եք չէ՞ երգը։ Այդ երաժիշտը մեկ էլ կոմպյուտերի մասին էր հետաքրքիր երգեր, ասում էր կոմպյուտեր, ինչ որ տենց մի հատ բան կար։ Ուրեմն, պայմանները նույնն են մնում։ Մենք ուղարկում ենք ձեզ, տրամադրում ենք մեր սոցցանցերում տեղադրում ենք լինքեր, որոնց մեջ կան մեղեդիներ, մինուսով կեք, բիտ, без слов։ Իսկ դուք վերցնում եք այդ մեղեդիները, իրանց վրա գրում եք հետաքրքիր տեքստ, խնդալու, հավեսով, հումորով, եւ դրանից հետո մեր ժյուրիները նայում են եւ ասում են ով է ստանում միավոր, իսկ ով պետք չի շարունակի իր կարիերան։ Դե ինչ, մենք ավարտում ենք առաջի էպիզոդը։ Շնորհակալություն ձեզ, որ նայեցիք այս տեսահոլովակը, ուղարկեք այդ վիդեոն ձեր բարեկամներին, կարաք մարտի 8-ից առաջ ուղարկեք WhatsApp-ում ձեր մամային, տատիկին, կնոջը, քրոջը, ինչ որ բոց նկար, որի վրա գրած առնելու 8 մարտը, նկարի վրա լինելու է առյուծը, որը պահում է ծաղիկի բուկետ եւ տակից կպցնեք այս վիդեոյի լինքը։ Շնորհակալություն ձեզ, մինչ հաջորդ խզարիոն հանդիպումը։ La la